դիմել է հանրայնարարությունների հանձնաժողով հերթական անգամ լսանքը թանկացնելու համար։ Ասենք ինչ է պատասխանում անելու, պետք է անի հանձնաժողովի պատգամավորներին դրաբանալ։ Արդյոք նախ երկու գլխավոր արգումենտներ ունենալով մենք դեմ ենք այս մոտեցմանը։ Առաջինը, որ բոլորովին մեզ համար հիմնավորված չի այս թանկացումը, այն սակագնային ավելացումը, որը ներկայացված է։ Երկրորդը, բացարձակապես անընդունելի է սոցիալական այս ծանր վիճակում գտնվող մեր հասարակության բեռը սոցիալական եւս այս աստիճանի թանկացնել եւ մեծացնել։ Ես վստահ եմ, որ այսպիսի թանկացումը ըստ էության աղքատության շեմը ավելի է բարձրացնելու եւ դրա տակ հայտնվելու են նաեւ նրանք, ովքեր մինչեւ հիմա այդ շեմից իբրև թե վեր էին գտնվում, չնայած նույն այդ շեմը մեզ համար ընդունելի չի, որտեղ ճիշտ չափորոշիչներով չի որոշված, կենսապահովման նվազագույն զամբյուղի օրինակ ծավալին չի համապատասխանում, բայց պարզ է, որ այս թանկացումը հենց այդ զամբյուղն է մեծացնելու։ Եվ ուրեմն այս երկու արգումենտները բավարար են ասելու համար, որ այս ձևով այս process-ը չպետք է իրականացվի։ Ինչ վերաբերում է այդ կորուստներին, ֆինանսական պարտքերին կուտակած բան, Ռուստամյան, արդյոք ժամանակը չէ, որ պետք է իրավական հարթության մեջ դիտարկել այդ խնդիրը։ Այս բոլոր խնդիրներն, որոնք պետք է քննարկվի բնականաբար, մեզ պետք է արագ տեղեկանալ, նախ ունենալ ինֆորմացիա, որպեսզի ավելի ամբողջական եւ լիարժեք լինի մեր գնահատականը, եւ այդ պատճառով մեր մոտեցումը հետեւյալն է. շատ արագ պետք է լայն ֆորմատով հրավիրվի համապատասխան պատասխանատուներին ազգային ժողով եւ քննարկվի այդ հարցը, լսենք բոլորի արգումենտները, որից հետո քաղաքական ուժերն արդեն եղած փաստերի հիման վրա իրանց գնահատականները կտան եւ կողմնորոշվեն։ Սա է մեր մոտեցումը եւ այդ մոտեցումը մենք պաշտպանել ենք նաեւ ուրբաթուրվա խորհրդի ժամանակ։ Պարոն Ռուստամյան, անցած տարի հանձնաժողով կազմվեց, բայց կարծես արդյունք չտվեց։ Այս տարի ինչ ակնկալիքներ կա, եթե այդպես падգամավորներով հավաքվեք եւ քայլեր անեք, կարող է արդյունքի բերել։ Ասում են անխուսափելի է թանկացումը։ Դե հիմա դրա համար անխուսափելի չի, անխուսափելի է նաեւ ժողովրդի արձագանքը։ Հիմա այդ ճանապարհով գնալը սխալ է։ Այո, մենք չենք գնում հիմա այն ճանապարհով, որ հանձնաժողով հրավիրենք, ձևավորենք, որտեղ դա երկար process է ենթադրում։ Առնվազն առաջի զեկույցը այդ հանձնաժողովի կարող ենք լսել միայն տրամաբանորեն մի քանի ամիս հետո։ Եվ ուրեմն այսօր անհրաժեշտ է շատ արագ տեղեկանալ այն խնդիրների մասին, որոնք կարող են ուղղորդել քաղաքական ուժերին եւ առաջանա հնարավորություն միասնական պայքարել այս թանկացման դեմ։ Հետին պատասխանատվության պետք է ենթարկեն, թե ոչ։ Այս բոլորը փաստերի հիման վրա կարելի է ասել։ Իսկ Հայաստանի Հանրապետության կառավարությունը այդքան կամք ունենա ռուսական ընկերությանը պատասխանատվության ենթարկել։ Հայաստանի կառավարությունը պետք է շատ լավ հասկանա, որ ժողովրդի հարցն է այսօր, սոցիալական խնդրեմ ունի մեր հասարակությունը, եւ սրա այդ հաշվի նստել չի կարող։